Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն շարունակում է հաղորդումները։ Փակ TV-ն, որը միշտ շահագրգռված է, որպեսզի ինչքան հնարավոր է նոր հյուրեր ունենանք։ Եվ այսօր առաջին անգամ մեր տաղավարում մենք բավականին հետաքրքիր միանձնավորության ենք հյուրընկալել Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ, գործարար, այն էլ գյուղատնտեսության ոլորտի գործարար Հարություն Մնացականյանն է մեր տաղավարում։ Բարև ձեզ։ Ողջույն ձեզ։ Հարություն, ուրախ եմ, որ մեզ տաղավարում եք, առաջին, բայց կարծում եմ ոչ վերջին, որտեղ որքան ձեզ հետ հասցրեցի շփվել մինչև հաղորդումը, հասկացա, որ դուք հատկապես գյուղատնտեսության ոլորտում բավականին այսպես խոր գիտելիքների տեր անձնավորություն եք եւ ուզում եմ սկսենք բարենային անվտանգության ծրագրերի մասին խոսելով մեր զրույցը, որտեղ գիտեմ, որ Ուժեղ Հայաստանը այս առումով նույնպես շատ հետաքրքիր ծրագրեր ունի։ Այո, շնորհակալ եմ հրավերի համար, ես էլ եմ հույսով, որ մենք հետագայում կրկին անգամ կհանդիպենք ու արդեն քննարկենք իրականացվող ծրագրերի մասին եւ այդպես կարող ենք անդադար զրուցել, քանի որ այնքան հետաքրքիր թեմա է գյուղատնտեսությունը ու հանրապետության բոլոր շերտերն են ներգրաված, ոչ ոք ձերբազատված չի այդ ոլորտից, հետեւաբար ինձ թվում է հետաքրքիր հարցազրույց կստացվի։ Դե բարենային անվտանգությունը իհարկե շատ կարևոր հարցերից մեկն է մեր երկրի համար, մանավանդ որ այսօր տարածաշրջանում տիրող իրավիճակը հուշում է, որ հեշտ չի լինելու առաջիկայում խոսքս Իրանում շարունակվող պատերազմի մասին է, Միացյալ Նահանգների եւ Իսրայելի կողմից սանձազերծած այդ պատերազմը, կարծում եմ, որ շատ դժվարությունների առջեւ է մեզ կանգնեցնելու։ Տեսեք, Իրանի պատերազմը ամենամեծ ազդակներից մեկն էր հասկանալու համար, որ մենք սննդի արտադրության գյուղատնտեսության ոլորտում ունենք լուրջ բացեր, որտեղ մենք բազմաթիվ բարենային արտադրատեսակներ կան, որոնք ներմուծում ենք Իրանից։ Առաջինը մեծության առումով, քանակի առումով մենք խոշորամասշտաբ ներկրում ենք կատնամթերք, հատկապես սերուցքի տեսքով եւ մեր Հայաստանի բոլոր կատնամթերք արտադրող ընկերությունները կարելի ասել օգտվում են Իրանից ներմուծված հումքից, ներկրում են մեծ քանակությամբ մի քանի հազար տոննա լոլիկի պյուրե կամ կոնցենտրատ, այսպես ասած, որից ստանում են խանութներում վաճառվող լոլիկի մածուկը։ Ներկրում են բազմաթիվ այլ թարմ պտուղ բանջարեղեններ եւ երբ որ Իրանի պատերազմը սկսվեց եւ Իրանը առաջի մի շաբաթը հայտարարեց, որ բարենային մթերքների արտահանումը արգելում են ամբողջությամբ, որպեսզի այդ պատերազմական դրության ժամանակ հաշվեն իրենց բնակչությանը ինչքանով կարող են ապահովել եւ ինչ, մեզ մոտ տեղի ունեցավ գների sense թռիչքաձև բարձրացում, գունավոր պղպեղի գինը միանգամից 1200-ից դարձավ մոտավորապես 2000, սմբուկը դարձավ 2100 դրամ, ծաղկակաղամբը ներկա պայնել բավականին թանկ է 1400 դրամ, որը պատկերացրեք հավի մսի գնից կրկնակի թանկ է 1400 դրամ եւ այլ տարբեր արտադրատեսակներ կտրուկ բարձրացան։ Եվ դա ազդակ էր, դա կոնկրետ ցուցիչ էր, որ Հայաստանը ունենալով բոլոր հնարավոր պայմանները գյուղատնտեսության զարգացման եւ բարենային ինքնաբավության համար, մենք պետք է մեր գյուղատնտեսությունը զարգացնենք այնքան, մինչև որ բարենային ինքնաբավության մակարդակով հասնենք մաքսիմումի։ Այսինքն հստակ հաշվարկներ պետք է ունենանք, որ ենթադրենք պղպեղի գծով ինչքան է Հայաստանում սպառվում եւ ինչ արտադրական հնարավորություն ունենք, լոլիկի գծով ինչքան է դեֆիցիտը, ինչքան է ներկրվում, ինչքան արտադրական հնարավորություն ունենք եւ որ տարածաշրջանում որ արտադրատեսակից, որ ապրանքատեսակից ավելի ձեռնտու է արտադրել։ Իսկ մեր երկիրը լինելով վերընթաց գոտիականության ռելիեֆային գոտում, մենք ունենք կլիմայական մի քանի գոտիներ, մերձարևադարձայինից սկսած մինչև մերձարտիկական։ Ինչ հնարավորություն է տալիս մեր երկրում բազմատիպի, բազմատեսակ գյուղատնտեսական մթերքներ, մշակաբույսեր աճեցնել, գյուղատնտեսական մթերքներ ստանալ։ Ինչը նաև կլուծի ոչ միայն բարենային ինքնաբավության, այսպես ասած, մակարդակ ամբողջությամբ, այլև հնարավորություն կտա արտահանելու հարևան երկրներ, եվրոպական երկրներ, հեռավոր արևելքի երկրներ եւ ստանալ բավականաչափ շահույթ, որտեղ մեր երկիրը ունի բոլոր պայմանները
գյուղատնտեսություն զարգացնելու համար։ Աստված մեզ ոչինչից չի զրկել, բոլոր պայմանները տվել է, այդ թվում ջրային ռեսուրսների գծով մենք բավականին ինքնաբավ ենք եւ բավականին մեծ քանակությամբ քաղցրահամ ջրի ռեսուրս ունենք, որի 70%-ը միջև ուղակի կորում է։ Սխալ կառավարման հետևանքով մենք ունենք մեծ քանակությամբ ջրի կորուստ։ Արևային օրերի քանակը մեզ մոտ բավականին մեծ է, ինչը ջերմատնային տնտեսությունների համար է լավ պայմաններ։ Եվ պլյուս կլիմայական տարբեր գոտիներն էլ մեզ հնարավորություն են տալիս ունենալ բազմազան եւ բազմատիպի մշակաբույսեր, ինչը շատ երկրներին այդ հնարավորությունը չունենք։ Եվ Պարսկաստանի պատերազմի հետևանքով, այսինքն այդ միջև դա էլ մենք գիտենք, որ անհրաժեշտ է, բայց պատերազմը հենց լակմուսն էր, այսպես ասած, որ հստակ մեզ ցույց տվեց, որ մենք պետք է լրջորեն զբաղվենք գյուղատնտեսության զարգացմամբ։ Իսկ ուժեղ Հայաստանը ունի ծրագիր, որ գյուղատնտեսությունը զարգացնի։ Գյուղատնտեսություն, տեսեք, Սամվել Կարապետյանի տնտեսական 5 ծրագրերից 4-րդը հենց բերքի երաշխավորված մթերման ծրագիրն է, որը իրանից ենթադրում է մթերման կայանների ստեղծումը։ Ինչ է իրանից ենթադրում մթերման կայանները։ Մթերման կայանները դրանք այն տարածքներն են, որտեղ ըստ տարածաշրջանի յուրահատկության շինություններ են, որտեղ կան հոսքային գծեր, կան սառնարանային տնտեսություններ, կան բոլոր անհրաժեշտ պայմանները, երբ որ գյուղացին բերքը քաղում է եւ մի անգամից տեղափոխում է մթերման կայան, որպեսզի բերքի որակական անկում տեղի չունենա։ Եվ այնտեղ սորտավորելուց, տեսակավորելուց եւ սառնարանային տնտեսությունում պայելուց հետո բերքի որակը հերիք չի մնում է շատ բարձր մակարդակի վրա, պլյուս երկարացնում ենք բերքի կյանքը, դրան գումարած նաև լուծում ենք ֆերմերի կամ գյուղացու կամ վերաարտահանողի կամ վաճառողի վաճառքի իրացման հարցը, ամենակարևոր հարցը։ Եվ մթերման կայանները նաև ֆերմերին աջակցության նպատակով են ստեղծված, որպեսզի գարնանը, որ ցանկացած ֆերմերային տնտեսություն փորձում է գումար հայթայթել բանկերից կամ այլ ֆինանսական կառույցներից վարկերի տեսքով, որի գործունեությունը ծավալի, մթերման կայանը նրան ապահովելու է աշխատանքային գործիքներով, սերմացույով, պարտանյութերով, թունաքիմիկատներով, նաև խորհրդատվությունով, որպեսզի ֆերմերը հերիք չի գյուղատնտեսական այդ շրջանում ֆինանսական խնդիր չունենա հայթայթելու եւ հավելյալ ծախսեր չանի։ Դրան գումարած իր ստացած բերք ու բարիքը լինի եւ բարձր որակի եւ իրացման համար ավելի հարմար, ավելի հեշտ իրացվող։ Եվ այս մթերման կայանները նաև տարածվելով արդեն ըստ տարածաշրջանի ընդհանրենք մի տարածաշրջանում անհրաժեշտ է բրոկոլի, գազար, լոլիկ եւ կարտոֆիլ աճեցնելու համար, մի տարածաշրջանը այգեգործության համար է շատ հարմար, մի տարածաշրջանը հացատիկի արտադրության համար։ Ըստ տարածաշրջանների ունենալու ենք մասնագիտացված մթերման կայաններ, որտեղ արդեն գյուղացին բավականաչափ գյուղացու բեռը թեթևացնելու են եւ գյուղացին արդեն տարվա սկզբին իմանալու է ինքը ինչ արտադրանք պիտի ունենա, ինչքան պիտի ունենա եւ ինչ գնով կիրացնի, ինչը նրա ռիսկերը բավականաչափ կնվազեցնի եւ նա, այսպես ասած, կդառնա երկրում արժեք ստեղծելու մոտիվացված անհատ կամ տնտեսություն, ինչը նաեւ գյուղատնտեսության աճի վրա շատ լուրջ ազդեցություն կունենա։ Այսինքն կարող ենք ասել, որ գյուղատնտեսությունը մեզ մոտ այսպես շատ հետաքրքիր ապագա ունեցող մի ոլորտ է։ Բնականաբար, որովհետև առանց գյուղատնտեսության, տեսեք, աշխարհը ինչքան էլ զարգանա, ինչքան էլ գիտությունը, տեխնիկան զարգանա, քանի մարդկությունը գոյություն ունի, մարդը ուտելու է, հագնվելու է, սափրվելու է, եւ այս ամեն ինչը գլխավոր բաղադրիչներից մեկը հենց գյուղատնտեսության ոլորտն է, թե հագուստը բամբակի առումով, բրդի առումով, տեքստիլը, արդյունաբերությունը եւ սննդի ոլորտը ամբողջությամբ, այս ամենակարևոր բաղադրիչներից մեկն է, որ աշխարհը ինչքան էլ զարգանա, գյուղատնտեսությունը մնալու է ակտուալ եւ կարևորագույն ճյուղերից մեկը։ Եվ ես որքան հասկացա ձեր հետ ունեցած այս կարճատև զրույցից,
մենք պարենային անվտանգության հարցում կարող ենք լիովին ինքներս մեզ ամբողջությամբ ապահովել։ Ոչ բոլոր մշակաբույսեր կա, օրինակ հացահատիկով մենք ներկապային եւ կարճաժամկետ ժամանակահատվածում չենք կարող 100% ինքնաբավ լինել, որովհետեւ մեր ցանքատարածությունները այդքան շատ չեն եւ մեր մոտ բերքատվությունն էլ այդքան բարձր չի, եւ բայց մենք պիտի հասկանանք, հաշվարկ անենք, թե ենթադրենք հիմա եթե 17-ից 20%-ով ենք ինքնաբավ, հնարավոր է այդ ինքնաբավության մակարդակը հասցնել 60 կամ 70%-ի, այն 30%-ը նոր ներկրենք հարևան երկրներից կամ այն երկրներից, որտեղ հացահատիկը ավելի էժան է։ Իսկ դա հնարավոր է։ Իհարկե հնարավոր է։ Դա ցանկացած նորմալ զարգացած երկիր հենց այդպես էլ շարժվում է։ Իսրայելի նման երկիրը, որը կարելի ասել ամբողջ պետությունը, փոքր պետություն, անապատի մեջ, ջրի լրջագույն խնդիր ունեցող պետություն, ինքը այնպես է իր գյուղատնտեսությունը կազմակերպում, որ ահագին գյուղատնտեսական արտադրանք էլ արտահանում են այլ երկրներ աշխարհի տարբեր ծայրեր։ Իսկ Հայաստանը ունենալով բոլոր հնարավոր պայմանները մեզ համար ավելի հեշտ ու ավելի շահեկան տարբերակով կարող է լինել գյուղատնտեսության զարգացումը։ Այ քարոզարշավը փաստորեն որ այսօր վարում է ուժեղ Հայաստան այդ հանդիպումների ժամանակ հատկապես մարզերում դուք զգում եք թե ինչպիսի բարձի տողի իրավիճակ է մեր գյուղատնտեսության ոլորտում։ Գյուղատնտեսությունը օֆիցիալ վիճակագրական տվյալներով վերջի 10 տարիների ընթացքում ունեցել է անկում։ 10 չէ, ես նույնիսկ ասեմ 12 տարիների անկում զգալի։ Այո, զգալի անկում է ունեցել վերջի տարիներին նոր գյուղատնտեսության աճը կամ զրոյական մակարդակ էր կամ այս տարի 5-7% է, բայց որ բացվածքը տալիս ենք այս ոլորտի, տեսնում ենք այդ զարգացումը ծաղկի արտահանման հաշվին է, բայց ծաղկի արտահանումով, ծաղկի աճեցումով դու պարենային անվտանգության խնդիր չես կարող լուծել։ Եվ դու լինելով շրջափակված թշնամի երկրներով քո պարենային անվտանգությունը պիտի լինի առաջնային խնդիրներից մեկը։ Առանց դրա դու չես կարող շարժվել առաջ, դու չես կարող պատերազմի դեպքում, փակ սահմանների դեպքում դու չես կարող կերակրել քո բնակչությանը։ Դրա համար սա թիվ 1 խնդիրներից մեկն է, որը պիտի լուծվի։ Հասկանալի է։ Եվ ես կարծում եմ այդ քարոզարշավի ժամանակ դուք նաև զգում եք թե մարդիկ ինչպես են ընդունում ձեր կողմից առաջարկվող այդ ծրագրերը, որոնք վերաբերում են հատկապես գյուղատնտեսությանը։ Տեսեք, կան եւ շատ լավ ընդունողներ եւ սկեպտիկներ կան, որ ասում են դե չենք հավատում, չի լինի եւ այլն եւ այլն։ Այս ամեն ինչին մենք մոտենում ենք նորմալ համարում ենք, որ հենց այդպես էլ պիտի լինի, ամբողջ բնակչությունը չէր կարող այդպես միաձայն ընդունել մեր առաջարկները, բայց հետաքրքիրն է, որ գյուղատնտեսության ոլորտում բոլորը ընդունում են այն փաստը, որ մթերման կայանները խիստ անհրաժեշտություն են մեր ոլորտի համար։ Պլյուս ջերմատնային տնտեսությունները նոյեմբերյանի շրջանում, որտեղ Վրաստանի սահմանից եկող գազը ամենաէժանն է նոյեմբերյանում, եւ այնտեղ ջերմատների հիմնումը ցմերային շրջանում, ժամանակաշրջանում կապահովի այն մշակաբույսերով, ինչը որ ներկրվում են տարբեր երկրներից, Պարսկաստանից, Թուրքիայից, նաև ուրիշ երկրներից ներկրվում են Հայաստան։ Այդ բացը մենք ուզում ենք փակել նաև Հայաստանում հիմնվող ցածր գազի շնորհիվ, ցածր ինքնարժեք ունեցող ջերմատնային տնտեսություններում աճեցված մշակաբույսերով, ինչը իր հերթին կավելացնի բազմաթիվ աշխատատեղեր, կլուծի պարենային ինքնաբավության հարցը, պարենային անվտանգության հարցը, պլյուս դրան հնարավորություն կստեղծվի նաև արտահանել տարբեր երկրներ։ Ձեր կուսակցությունը ասում է, որ եթե գան իշխանության 300,000 նոր աշխատատեղ են բացելու։ Դուք անձամբ հավատում եք այդ գաղափարին։ Իհարկե, որ չհավատայինք, ես այդ կուսակցության անդամ չէի։ Բայց հնարավոր է դա։ Իհարկե հնարավոր է։ Այն մարդիկ, տեսեք, այն մարդիկ չեն հավատում, ովքեր կյանքում արժեք չեն ստեղծել։ Արժեք ստեղծող մարդիկ, գործարար մարդիկ, ովքեր տնտեսության հետ որևէ առնչություն ունեցել են եւ գործունեություն են ծավալել, այդ 300,000 աշխատատեղ այդ թիվը տենց մեծ, տենց վախենալու կամ շատերի համար նույնիսկ ծիծաղելու թիվ չի, էլի, ինչ որ իշխանությունը անդադ փորձում է այդ 300,000 աշխատատեղերի թեման փորձի հեգնել կամ ծաղրել,
սարկազմով խոսել, դա իհարկե իրատեսական է եւ հնարավոր է ու երբ որ մենք գանք իշխանության կտեսնենք ինչ արագ է այդ հարցը լուծվելու։ Ես ձեզ ասեմ, որ ես բարեբախտաբար շատ երկար տարիներ ճանաչում եմ ձեր կուսակցության առաջնորդին Սամվել Կարապետյանին, գիտեմ որքան պարկեշտ, այսպես իսկական հայրենասեր մեծ նվիրյալ անձնավորություն է, բարերար, բայց ինչու այսօրվա իշխանությունները այդքան նեգատիվ են տրամադրված եւ փորձում են ամեն կերպ վարկաբեկել այդ անձը։ Ոնց եք պատկերացնում, պիտի դրական վերաբերվեք։ Բայց փաստերը աղաղելով, տեսեք, փաստերը աղաղելով պիտի անեն, եթե մարդու կենսագրության մեջ որևէ կետ չկա, չեն գտնում, որ թիրախավորեն։ Հեծի թալանից խոսեցին թալան, պարզվեց ոչ մի թալան չկա, խոսեցին ինչ-որ վարկեր են վերցրել, վարկի արժեք հետո պարզվեց, որ այդ հեծի վարկային տոկոսները չեն մտնում հոսանքի ինքնարժեքի մեջ եւ դա արդեն կառավարությունը իրենց բերանով հաստատեցին եւ մարդու կենսագրության մեջ որևէ կետ չեն գտնում, պիտի փորձեն թիրախավորել պոտի հերյուրանքներ այսպես ասած ճակերտավոր ձոն են Սամվել Կարապետյանի հասցեին պետք է զրպարտեն, պետք է տարբեր կոնսպիրոլոգիական sense թեմաներով ներկայացնել, որպեսզի իրենք մնան իրենց աթոռին զուտ պրագմատիզմի տեսանկյունից, քանի որ ես էլ եմ գործարար եւ տնտեսագետ եմ, ամեն չնայում պրագմատիզմի տեսանկյունից այդպես էլ պետք է լիներ ու սпасելու էր որ ոչ թե նորմալ իրենց կողմից ես սпасել էր ինձ դա նորմալ չի դա սпасելի էր իրենց կողմից դա ինձ համար նորմալ չի ես իմ կյանքում չեմ պատկերացնում ոնց կարելի է մարդուն զրպարտել ոնց կարելի է մարդու արած այդ հսկա գործունեությունը օրինակ պատերազմի թեմայով առաջին իշխող կուսակցությունը գիտի պատերազմի Սամվել Կարապետյանը ինչեր է արել Արցախի համար հենց պատերազմի օրին ինչ օգնություններ է ուղարկել Հայաստան ինչքան ինչ կերպով է աջակցել բայց իրանք անընդհատ խոսում են որ պատերազմից 4 օր հետո Սամվել Կարապետյանը ասել է թող նստեն բանակցությունների սեղանին այդ ամբողջ օգնություն աջակցությունը չեն դիտարկում բայց որ ասել է պետք է նստեն բանակցությունների սեղան որտեվ լավ գիտեր այդ պատերազմը ուր են տանում ուր է գնում ու նա այդ արտահայտությունն արել ու ընդհանրապես երբ որ մարդու չեն կարողանում իր անցյալի ներկայի վրա որևէ բիծ գտնել պիտի զրպարտեն նույնը ԿՊ-ում կան մարդիկ որոնք չունեն կենսագրություն չունեն անցյալ չեն ստեղծել կյանքում արժեք այդ մարդիկ գիտեն որ վաղը մյուս օր պաշտոնի չլինեն նրանք ոչինչ են ոչինչ սովորական միջին վիճակագրական աշխատողի աշխատանք չեն ունենալու բայց նրանք այս պարագայում ամեն ինչ անելու են որ մնան իշխանության ցանկացած քայլի նրանք պատրաստ են ցանկացած չկա կարմիր գծեր բացարձակ չկան կարմիր գծեր նրանց կողմից հա բայց սուտը կեղծիքն էլ չափուսահման ունի դե իրենց պարագայում չունի եթե մարդ ինչ որ հայտնվել է ինչ որ լավ վիճակում ու գիտի հենց եթե ինքը այդ վիճակից դուրս գա հայտնվելու է նորից ցեխում կամ ավելի վատ կարող գուցե բանտում նա ամեն ինչին թունակ է ու մենք տեսնում ենք այդ պատկերը տեսնում ենք այդ իրավիճակը տեսնում ենք երբ որ երկրում ոտնահարվում է կոնկրետ բազմաթիվ արժեքներ տեսնում ենք անմեղության կանխավարկածի ոտնահարում տեսնում ենք ստեր ու այդ ստերը տարածում են պաշտոնյաները հենց իրենց էջերով իրենց դեմքով ու տեսնում ենք զրպարտություններ ու որևէ անգամ գոնե ներողություն չի ինձ որևէ մեկի զրպարտելուց հետո երբ որ այդ մարդը դատարանով արդարացվել է կամ այդ ամբողջ թեման հերքվել է որևէ անգամ ներողություն չենք տեսել որևէ մեկի կողմից հենց էս է խնդիրը դե ես մի բան էլ ինձ ուրախացնում է ձեր կուսակցությունում կա երիտասարդական մի թիմ Նարեկ Կարապետյանի գլխավորությամբ, որը շատ ակտիվորեն մասնակցում է այս քարոզարշավին եւ լսելով ձեր ելույթները, հատկապես երիտասարդների, ներքին էսպիսի մի հավատ է արտանում, որ այնուամենայնիվ մարդիկ ոչ միայն խոսքով են ասում, այլ հավատում են իրենց ասածին։ Տեսեք, ամենաառաջինը մարդիկ վերջապես տեսնում են նոր դեմքեր, մարդիկ հոգնել էին հին դեմքեր տեսնելով քաղաքականության մեջ։ Իրենց հետաքրքիր է եւ նոր դեմքերը, եւ երիտասարդ լինելը։ Շատ դեպքերում նաեւ պատտում են այն թեզը, որ անցյալ չունեն,
ասում են չէ, անցյալ չունեն, քաղաքականության մեջ կարող է մեր թիմի շատ անդամներ անցյալ չունեն, բայց իրական կյանքում նրանք այնպիսի վաստակ ունեն իրենց մասնագիտական ոլորտում, այնպիսի արժեքներ են ստեղծել, այնպիսի կենսագրություն ունեն, որ դա բավական է, որ այդ մարդկանց մասին ամեն ինչ բնութագրել ցանկացած տեսանկյունից։ Հենց մեր թիմը դրանով է լավ, որ երիտասարդներ ունեն անցած ճանապարհ, ունեն կենսագրություն իրենց մասնագիտական ոլորտներում։ Եվ այդ մարդիկ, այո, նոր մտել են քաղաքականություն, եւ ես վստահ եմ, իրեն քաղաքականության ոլորտում հաջողելու են իրենց ունեցած փորձի, անցած ճանապարհի եւ մասնագիտական գիտելիքների կոմպետենտության շնորհիվ։ Երկրի վարչապետը ասում է բոլոր այն կուսակցությունները, որոնք կամամիջ չեն ինձ հետ, նրանք բոլորը պատերազմի կուսակցություն են։ Ինչ է, ուժեղ Հայաստանն էլ է պատերազմի կուսակցություն։ Տեսեք, ամենածիծաղելին հենց դա է, որ մեր իշխանությունները սկսել է, ես նրանց անվանում եմ վախավաճառ կկուներ, որովհետև կկուներ, չէ, Թումանյանի հայտնի հերոս, որ իր ձագերին անդադ բաժանում էր, որ աղվեսը բան չանի, ծառը չկտրի, էլի, չէ, այտենց հիմար թեզով, միջև ագրավը կկվին, ասում են, դու հիմար կենթանի չես, ինչ ես անում, էլի, սարը։ Երկրորդ իրենց գլխավոր այս նախընտրական թեզը դա վախավաճառությունն է, որ հանրության մեջ փորձում են վախ վաճառել, որ տեսեք մենք չլինենք պատերազմ է լինելու, մենք չլինենք պատերազմ է լինելու, իսկ պատերազմը ինչի պիտի լինի, այդ ինչ հնարավոր տարբերակ կար, դու արդեն տվել ես։ Ու դու ինչու ես մարդկան շանտաժի ենթարկում, էլի, հենց այդ շանտաժը, հենց այդ իրենց վախերը բերելա սրան, ու այդ իրենց վախերը բերելա վախավաճառության, ու իրանք անկաշկանդ այդ վախավաճառությունը տալիս են ժողովրդին։ Բայց Նիկոլ Փաշինյանին մի բան է իր մոտ շատ լավ ստացվում, ցանկացած ձախողում կարողանում է ճիշտ փաթեթավորել եւ ներկայացնել որպես հաղթանակ։ Արցախի պարտությունից սկսած, հիշում եք, որ Արցախի պարտության նոյեմբերի 9-ի պայմանագիրը ստորագրեց, հանրության մատուցեցին, որ 30,000 զինվորի կյանք են փրկել դրանով։ Արցախի հանձնումից հետո մեզ փաթեթավորեցին, մատուցեցին, որ բանա, մենք ինքնաշխանությունն ենք պայել Հայաստան, թե չէ միջև այդ ինքնիշխանությունը ինչ էր եղել, չգիտենք։ Այդ ինքնիշխանության պայելուց հետո գերիները 20 թվականից 5 տարի գերիները մնացել են ադրբեջանական բանտերում, վերջապես մի քանի գերի բերել են ու դա ներկայացնում է որպես հաղթանակ։ 5 տարի մարդկանց պայել են, հաղթանակ են կլիներ, որ արագ բանակցեիք, հենց առաջի տարին բերեին այդ գերիներին, էլի։ Մարդիկ այդքան հոգեբանական լուրջ ճնշումների են ենթարկվել, լուրջ ստրեսներ են տարել, ու այդ գերիների բերելը նորից մատուցեց որպես հաղթանակ։ Հիմա այս ամբողջ պարտությունը ներկայացնում է որպես խաղաղություն։ Հենց իր մոտ դա ստացվում է շատերի, իր մոտ ստացվում է դա անել շատերի համար, շատերի աչքերը կապել։ Հենց այս մոտեցումներով, այս տեխնոլոգիայով։ Եվ սա խնդիր է, ու մեր կարևոր գործառույթներից մեկն է այս թեման հանրության ներկայացնել իրական տեսքով, ինչա կատարվում։ Եվ մենք հաջողության կհասնենք, ես վստահ եմ։ Այսինքն փորձելու եք բացել բոլոր փակագծերը։ Իհարկե։ Հենց դրանով էլ զբաղվում ենք։ Դե ես ասում որ իսկապես ուժեղ Հայաստանում շատ հետաքրքիր մարդիկ են հավաքվել եւ պատահական չէ որ օր-օրի ձեր վարկանիշը հանրության շրջանում բավականին բարձրանում է։ Ինչու եք դա բացատրում։ Որովհետեւ մեր թիմը աշխատում է ճիշտ, մեր թիմը աշխատում է պրոֆեսիոնալ։ Եվ մենք այս ցուցանիշներով չենք բավարարում, մենք պիտի հասցնենք առավելագույնի։ Դրա համար պետք է ճիշտ կազմակերպված աշխատանք եւ օրը գիշեր մենք պետք է չքնենք, անընդհատ իրազեկենք հանրությանը, անընդհատ ցույց տալ մեր պլանների մասին, անընդհատ մեր անվտանգային ծրագրերի, տնտեսական ծրագրերի մասին պետք է խոսենք, պարենային ծրագրերի մասին պետք է խոսենք եւ հասկացնենք, որ ճիշտ փոփոխությունը ավելի լավ է, քան ներկա թույլ վիճակը։ Եվ մենք ցույց ենք տալիս, որ մենք ուժեղ ենք։ Եվ ուժեղը միշտ հաղթում է բոլոր տեղերում։ Ու պիտի հաղթենք։ Այսինքն ուժեղ Հայաստանի վաղվա հաղթանակին դուք հավատում եք։ Իհարկե։
Դե ուրախ եմ իհարկե ձեզ համար, մենք շարունակելու ենք մեր եթերներում հյուրընկալել ձեր կուսակցության տարբեր ներկայացուցիչների եւ հարություն գիտեք ինձ ինչն է ուրախացնում, որ նորից եմ կրկնում, հատկապես երիտասարդ կադրեր, որոնց հանդիպել եմ այս օրերին ուժեղ Հայաստանի, շատ հետաքրքիր ինքնատիպ անձնավորություններ են, մարդիկ, որոնք բավականին գիտակ մարդիկ են այս կամ այն ոլորտում։ Չգիտեմ ինչ սկզբունքով է ձեր թիմը կազմել, բայց կարծում եմ, որ իրոք կարող ուժեր շատ կան եւ դուք կարող եք հասնել լուրջ հաջողությունների։ Մեր թիմի մեջ ամենակարևորը բացառ մեր խոսույթի մեջ այսքան ժամանակ բացառվում է սուտը, բացառվում է կեղծիքը, բացառվում է զրպարտությունը եւ բացառվում է որևէ ձևով որևէ մեկին անտեղի, այսպես ասած, ճիշտ բառը չեմ կարողանում գտնել, պիտակավորումը։ Մենք զերծ ենք մնում այդ ամեն ինչից ու մենք հանրությանը ցույց ենք տալիս ինչ ենք պատրաստվում անել իրականում եւ ինչ ենք անելու։ Եվ եթե մենք ունենանք իշխանություն, մենք զբաղվելու ենք մեր գործով, ոչ թե մեր ընդդիմադիրներին պիտակավորելու խոսույթը տարածելով, նստել պաշտոնյան, նստի կաբինետում ու սկսի խոսել ամեն օր ընդդիմության քայլերից, ամեն օր զրպարտի ընդդիմությանը վիրավորի ու խոսի առավոտից իրիկուն ընդդիմության մասին։ Դա չի լինելու մեր կուսակցության մեջ, որովհետև մեր կուսակցությունում կիրթ, հավասարակշիռ, նորմալ ճանապարհ անցած, տեսած մարդիկ են։ Այսինքն կարգախոսը լինելու է գործ։ Գործ բնականաբար։ Առանց գործի չի լինի ոչինչ։ Դե ես մաղթում եմ ձեզ եւ ուժեղ Հայաստանին իսկապես հաջողություն առաջիկա ընտրություններում, հույս ունեմ, որ իսկապես դեռ առիթ կլինի ձեզ հետ հանդիպելու եւ մեր առաջին զրույցից մենք որոշ բաներ կհիշատակենք։ Շնորհակալ եմ շատ հրավերի համար ու կհանդիպենք։ Հուսով եմ։ Սիրելի բարեկամներ, մենք այսօր դուք էլ համոզվեցիք հյուրընկալել էինք բավականին ինքնատիպ մի անձնավորության Հարություն Մնացականյանին, գործարար ուժեղ Հայաստան կուսակցության անդամ, ով ոչ միայն հավատում է իրենց կուսակցության, իրենց ուժի վաղվա օրվա հաղթանակին, այլ չի էլ կասկածում, որ վաղվա օրը մեզ համար, մեր բոլորիս համար լինելու է այն Հայաստանը, այն հրաշալի երկիրը, որի մասին ցանկացած հայ միշտ երազում է։ Այսօր այսքանը, ցտեսություն։